Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Դե հիմա խոսա, ինչ էր ասում տղուս հետ կապված? Քո հետ եմ, դե խոսա Միսակ։ Միսակ։ Եթե հարցաշարդ վերջացավ, ուրեմն հիմա գնա ու Սարայի հետ խոսի, լավ։ Իսկ դու ասում ես, որ մենակ թողնենք։ Հերիքա ինչքան մենակ մնաց։ Ես չեմ հասկանում, պետքա դառնամ հին Ռեբեկա, որ ինձ լսես։ Գնա հետը խոսի ու հիշի, որ նեղված է։ Ես այդ հիշում եմ ու հաստատ կարողանամ համբերատար լինել։ Ապրես, դե գնա։ Գնում եմ։ Բալես։ Լավ եք, նորմալ է ամեն ինչ։ Չգիտեմ, բայց քո հետ խոսելու բան ունեմ։ Բան ա եղել։ Հիմա կպատմեմ։ Ես կյանքում մարդ չեմ սպանել, բայց քո պատճառով այդքան տարի նստեցի ես։ Հիմա ես իրոք մարդը սպանող եմ Միսակ, ու նորից քո պատճառով։ Տեսքիս համար էլ շատ մի նեղվի։ Ընդհակառակը
Ոչ թե քնած էի, այլ մի քանի օր ընդհանրապես չեմ քնել։ Գոր, Դու արդեն որոշել ես ինչ պետք է մտածես։ Մատանիդ էլ հանել ես մատիցդ։ Այդ արդեն շատ մեծ բան է նշանակում։ Գոր, ես չգիտեի, ցավում եմ։ Հիմա արդեն գիտես, բայց դա էլ ոչ մի բան չի փոխելու։ Դու գնում ես տուն ու մենակ ես գնում։ Սար, եկել եմ, որ խոսենք։ դուրս գնամ։ Ինչ է եղել։ Էլ կա ասում եմ դուրս արի։ Սար, ես տեսնում եմ, որ լավ չես, ուղղակի ուզում եմ։ Էլ կա չես լսում ինձ, ասում եմ դուրս արի, մենակ թող ինձ։ Սար, Քանի կար չէիր ուզում երեսս տեսնել, հիմա ինչի ես եկել։ Հիմա էլ ես չեմ ուզում ոչ մեկին տեսնեմ, դրա համար խնդրում եմ դուրս արի։ Ոչ մի բառ մի ասա, ուղղակի հանգիստ թող ինձ կլինի իմ ցանկությունը հաշվի առնես։ բայց պիտի խոսենք, չէ՞։ Գնամ։ Ուզում եմ հարցնեմ ինչ նորություն կա, համ էլ հույսս լրիվ կտրել եմ։ Ինչի։ Դե չգիտեմ, սկզբում մտածում էի, որ այստեղից շուտ դուրս կգամ, բայց հիմա Համակերպվել ես։ նման մի բան։ Արման, քեզ համար երկու լավ նորություն ունեմ։ Առաջինն է նա, որ Գորն էր եկել։ Գորն եկել էր ու քննիչին ամեն ձև փորձում էր ապացուցել, համոզել, որ ինքն է մեղավոր ու որ դու ընդհանրապես կապ չունես։ Չես ուրախանում։ Չէ։ Բայց այդ կարևոր չի։ Հետո Երկրորդ նորությունն էլ է նա, որ այդ Սաքոն փախել է հիվանդանոցից։ Ու էլ որ դու կարող ես մինչև դատը ազատության մեջ սպասել։ Բայց այդ ո՞նց։ Արի քեզ մասնագիտական տերմիններով չծանրաբեռնեմ ու ավելի պարզ ասեմ, լավ։ Տես, ինքը փախնելու պատճառ չուներ։ Ու վիճակն էլ այնպես չէր, որ լավ էր։ Եթե փախել է, ուրեմն թաքցնելու բան ունի։ Իմիջայլոց իրենից պիտի նորից ցուցմունք վերցնեին։ Ու հավանաբար դա իմացել է ու փախել է։ Մի խոսքով դու քեզ ավելի հանդարտ ես սպահում, հավաքվում ես, այս պահին ինչ որ կա, այդ լրիվ մեր օգտին է աշխատում։ Արման, մի քիչ էլ համբերի, լավ, խնդրում եմ քեզ այստեղ ավելորդություններ թույլ չտաս, մի քիչ էլ դիմացիր։ Սարան ու Գորը բաժանվել են։ Ու Սարան շատ ծանր է տանում։ Տեր Աստված։ Ես էլ հույս ունեի, որ Գորը հիմա եկել է ու ամեն ինչ կկարգավորվի։ Ես էլ հույսս չեմ կտրում, որովհետև տեսել եմ, թե Գորը Սարային ոնց է սիրում, ոնց է դողում Սարայի համար։ Իսկ դա հենց այնպես չի անցնում։ Հույս ունենանք, որ սա իրենց հերթական փորձությունն է ու ամեն բան կհաղթահարեն, բալես։ Մամ, Աջան։ դու ասացիր, որ մի բան կանես պապայի հետ կապված։ Ասել եմ բալես, ուղղակի Գորի ու Սարայի հանդիպան մասին լուրը, որ իմացանք, այնքան խառնվեցինք իրար, որ ոչինչ կարողացա անել, բայց ես խոստացել եմ կանեմ անպայման։ Չէ, մամ, ոչ մի բան մի ասա, էլի։ Ինչի համար։ Որովհետև պապան ինձ զանգել էր։ Ինչ էր ասում։ Չգիտեմ, չլսեցի։ Ես ուղղակի իրան ասեցի, այն ինչ մտածում էի ու անջատեցի։ Ես պապային երկրորդ հնարավորությունն եմ տվել, որ ինքը գա ու պապիկին ամեն ինչ պատմի, որովհետև ինձ թվում է, եթե ինքը պատմի, պապիկը ավելի մեղմ կնայի ամեն ինչին։ Բայց կարծում ես կանի։ Չգիտեմ,
Շատ մեծ հույս ունեմ, որ ինքը կասի ու ինձ նման մեղքի տակ չի գցի։ Դե լավ, արի գնանք տեսնենք ելքան ինչ արեց։ Արի բարես։ Ինչ եղավ ելքան։ Բալես, ես տեսնում եմ, որ բարկացած ես, վիրավորված ես, բայց մեկը սիրտը ցավում է հորդ համար։ Ուրիշ տարբերակ չկա, մամ։ Պապաս է։ Դրանով ամեն ինչ ասված է։ Չեղավ ոչմ բան։ Չխոսացինք։ Սարան չի ուզում ինձ լսել։ Սարայի վիճակը շատ վատ է։ Ավելի լավ կլինի, եթե հիմա հանգիստ թողնենք Սարային։ Մամ, բայց ես չեմ կարող այդպես։ Ես չեմ ուզում կրված մնանք, ուզում եմ Սարան ինձ լսի։ Կլսի բալես, բայց հիմա չէ, արի մի քիչ սպասենք, հա? Պապի, Խոսել ես հորդ հետ այսօր։ հա ինչի։ Զանգերից չի պատասխանում։ Երևի զբաղված է։ Չէ, ինքն էր այսօր զանգել, չէի նկատել։ Հետո զանգեցի, էլի չպատասխանեց։ Ինքն է զանգել քեզ։ Հա։ Որ քեզ զանգի, ասա թող անպայման ինձ հետ էլ կապի, խոսելու բան կա։ Լավ։ Հա։ Սարան ուր է։ Ննջարանում։ Ասա թող գա։ Պապի, ավելի լավ է մի քիչ ուշ հետը խոսես, տրամադրություն չուներ, նույնիսկ Էլկային չցանկացավ լսել։ Լավ։ Լավ։ Անկախ ամեն ինչից ես այնքան ուրախ կլինեմ, որ ինձ ազատ ես այդ ծանր բեռից։ Խնդրում եմ, մենակ ամեն ինչ խոստովանի, ես ամեն ինչ կհասկանամ, մենակ թե ասա ամեն ինչ։ Լսում եմ։ Վաղը Արմանը ստորագրությամբ դուրս կգա։ Հաստատ։ Հա, Արմանը դեռ տեղյակ չի, բայց թղթերը պատրաստ են։ Լավ, ես քեզ հասկացա։ Տես ինչ ես անում, եթե մեր ընտանիքից որևէ մեկը զանգի ու փորձի ճշտել, ոչ մեկին ոչինչ չես ասում։ Առաջինը ես պիտի տեսնեմ Արմանին։ Հասկացա։ Լավ։ Գիտեմ, որ ոչ մեկից դեմքը չես ուզում տեսնել։ Ուղղակի ուզում եմ մենակ մնալ։ Դե մտածեցի, որ հնարավոր է ինչ-որ բան ուզենաս։ Օրինակ ջուր, որ սենյակից դուրս չգաս ու ոչ մեկից դեմքը չտեսնես։ Այն նպատակը սենց սա էր։ Շնորհակալ եմ։ Փորձի մի քիչ քնես հանգստանաս, լավ։
Գոր ինչ ես եկել։ Ինչի չես գնացել, Գոր։ Ասում են հույսը տետ էր։ Բայց ասեցիր, որ գնալու ես։ Ինձ էլ թվում էր թռնելու ես այսօր։ Չեմ գնացել ու չեմ էլ պատրաստվում գնալ։ Ուրեմն ինձ խաբել ես։ Հա, խաբել եմ քեզ։ Բայց ասում էր, որ պետքա գնաս, ես էլ քեզ հավատացի, ինչի չես գնացել, գնա Գոր, խնդրում եմ, գնա։ Ախր ինչ ունես այստեղ, հա, ոչ մի բան, ինչ ունես։ Ինքդ ասեցիր, որ քեզ այստեղ ոչ ոք ու ոչինչ չի պահում։ Քո կյանքը այնտեղ է, Գոր։ Քո ամեն ինչը այնտեղ է, քո շրջապատը, քո գործը, ամեն ինչը գնա այնտեղ, ինչ ես այստեղ մնում, այստեղ մնալ վտանգավոր է, խնդրում եմ, գնա։ Գիտես ինչի համար եմ եկել, որտեվ գլխումս մի հատ հարց է պատտվում, ոչ մի կերպ դրա պատասխանը չեմ կարող գտնել։ Ինչ հարց։ Ինչի համար հա սարքեցիր ես ամեն ինչը։ Լավ, ես հասկանում եմ։ Քո նպատակը այն էր, որ ես ու Սառան բաժանվենք իրարից։ Այդ դրան հասար, շնորհավորում եմ քեզ։ Ապրես։ Ուզում եմ հասկանամ դրանից ինչդ ավելացավ կամ ինչդ պակասեց, ինչ ստացար դու այս կեղտոտ պատմությունից, հա։ Բավարարված ես քեզ համարում ձյաննա։ Ես ու Սառան էլ իրար հետ չենք, բաժանվեցինք։ Բայց ինչ գնով հասար, հա, այս ամեն ինչին։ Այդ աղջկա անունը կեղտոտեցիր, Արմանը իմ տեղը գնաց նստեց, մաման մահացավ, ես էլ չասեմ, թե ինչեր եմ քաշում քո ձեռը, ուզում եմ հասկանամ բավարարված ես, հա, երջանիկ ես քեզ համարում, ես չէի ուզում, որ այսպես լիներ, երդվում եմ, ես ուղղակի ուզում էի, որ այդ աղջիկը քեզանից հեռու մնար, արդեն կմնա, սրանից հետո կմնա, ես քո ցանկությունը կատարեցի, հիմա արդեն դու պետք է իմը կատարես։ Ինչ ցանկություն։ Ինչ շատ արագ ասում ես այդ սակո կոչեցյալը ուրա, ու չասես հանգարց որ չես իմանում։ Բայց ես իրոք տեղը չգիտեմ, իրոք։ Ասեցի, տենց պատասխան չտաս ինձ, հենց հիմա ասա ուրա այդ սակոն։ Եթե ես չիմանայի, որ դու հաստատ գիտես, այստեղ չէի հասնի։ Ես չգիտեմ, Գոր։ Չգիտեմ։ Վերջացավ։ Ամեն ինչ վերջացավ։ Սպասում եմ, ասա։ Քո ինչին է պետք սակոն։ Որ գա ու ասի, որ ես եմ իրան ծեծողը եղել։ Ես հասկանում եմ, որ դու ջանք ու եռանք չես խնայել, հենց ես արել, որ ես ազատության մեջ լինեմ, բայց դու հաշվի չես արել մի բան, որ ես կյանքում չեմ թողնի, որ ինչ-որ մեկը իմ փոխարեն նստի։ Ես եմ ծեծել, լավ եմ արել։ Մի հատ էլ որ հանդիպեմ, մի հատ էլ եմ ծեծելու, բայց նաև հասկանում եմ, որ այդ տղեն քո զոհն է։ Այ հենց դրա համար ես քեզ սակոյի տեղը չեմ ասելու, որովհետև այդ քո համար վտանգավոր է։ Դու լուրջ մտածում ես, որ ես պետքա գնայի, հա։ Երևում է էլի, որ չես ճանաչում ինձ։ Ես հիմա մենակ մտածում եմ մի բան, ոնց եմ այս ամեն ինչի տակից դուրս գալու։ Այսինքն են, որ արդեն ստեղս է հասե։ Ես չգիտեմ հենց հիմա ինչ անեմ, ոնց անեմ, ում հետ խոսամ, ինչ խոսամ ընդհանրապես։ Ամեն անգամ մի բան հորինում ես, որ իմ կյանքը բարդացնես։ Ամեն անգամ մի բան հորինում ես, որ ավելի շատ գետին եմ մտնեմ։ Ու վատը գիտես որն է, որ չեմ կարող գնամ մարդկանց ասեմ ճշմարտությունը։ Չեմ կարող ասեմ, որ այդ տղեն մեղավոր չի, որ Սառան էլ մեղավոր չի։ Մեղավորը քուրս է։ Ինքն է հորին է այս պատմությունը, ու հորինել է նրա համար, որ ես բաժանվեմ Սառայից։ Որովհետև ինքը համել որոշել է, որ ես չպետքա նստեմ, իմ տեղը պետքա Արմանը նստի, այդ տղեն իր ջահել տարիները պետքա Բերդում անցկացնի։ Ու այսքանից հետո այնքան հանգիստ խոսում ես ամեն ինչի մասին, հանգիստ ասում ես գնայիր Ամերիկա, իմ սիրտը տրաքում է այդ հանգստությունից։ Հա, գիտես, տենց հեշտ ու հանգիստ կարամ վերցնեմ ու գնամ Ամերիկա, բայց չէ, այս ամեն ինչը նենց աստիճանի ես հասցրել, որ ոչ գնալն է ճիշտ, ոչ էլ մնալը։
Ես ուղղակի ուզում եի քեզ պաշտպանել։ Ինձ մենակ քեզնից է պետք պաշտպանել, Դիանա։ Չգիտեմ ոնց այդ Սաքոյի համարը շուտ տալիս ես ինձ, կամ ասում ես, որ գա իր ցուցմունքը հետ վերցնի։ Գործ չէ, ես նման բան չեմ անելու։ Կյանքում չեմ անելու այդ։ Ուզում ես վրաս գոռա, ինձ վատ բաներ ասա, այդս ընդհանրապես մի շփի, բայց ես չեմ ասելու քեզ թե որտեղ է Սաքոն։ Գոր խնդրում եմ գնա այստեղից, հենց հիմա թռի Ամերիկա։ Հասկացի վտանգավոր է այստեղ մնալը, գնա մեկ այս քեզ Սաքոյի տեղը չեմ ասելու։ Ատենց, փաստորեն չես ասում։ Ուրեմն ես հենց հիմա վեր եմ կենում ու գնում եմ բաժին, որտեվ այդ տղեն իմ պատճառով չպետք է նստի։ Ուրեմն ես անենց մի բան կանեմ, որ ինձ էլ կձերբակալեն։ Դու չես խելագարվել, ինչ ես խոսում։ Անենց եմ անելու ինձ էլ ձերբակալեն։ Էտա շատ լավ է, իրար հետ մի խցում կմնանք։ Ու ես կատակ չեմ անում, այս ամեն ինչը շատ լուրջ եմ քեզ ասում ես։ Խնդրում եմ պատասխանի։ Խնդրում եմ վերցրի հեռախոսը։ Հաճելի է գիտակցել, որ վախենում ես ինձ կորցնես։ Այսինքն Դե ձերքս նրանց պինդ ես բռնել իբր պիտի փախնեն։ հիմա էլ դու չես թողնում։ Նես չի, որ ես չեմ վախենում։ Ես էլ եմ վախենում։
Ինչ լավ եղանակա, չէ գոր։ Ինչ եղավ։ Մտածում եմ։ Կանգնել ես, որ մտածես։ Հա, այս գործը հանգիստ է սիրում։ Այդ ինչի մասին ես մտածում։ Դե մտածում եմ ոնց էլի սենց եղավ։ Ինչը։ Ոնց սենց եղավ, որ դու իմը դարձար։ Հա, այդ լուրջ թեմա է, այդ պիտի երկուսով կանգնենք ու մտածենք։ Գոր, ես քեզ չեմ կանչել։ Բարի երեկո։ Բարև։ Ինչ ես ուշ ժամին եկել։ Իմ համար էլ կապ չունի, շուտ ժամա թե ուշ, որտեվ ես իմ տեղը չեմ գտնում։ Սենց սխալ է, պիտի Արմանը իմ տեղը չնստի, ուզում եմ մի ելք գտնենք։ Դու ես որոշում ճիշտ ու սխալը։ Չես, ամեն ինչ ուղղակի աբսուրդ է։ Ես օրերով գալիս եմ, ասում եմ, որ ես եմ այս ամեն ինչը արել ու ոչ մի արձագանք ձեզնից։ Իմ աշխատանքային ժամը վաղուց ավարտվել է, տուն եմ գնում։ Ու հերիք ամեն անգամ գաք մի բան ասեք, դու էլ տուն գնա։ Չէ, ես կմնամ այստեղ, կմնամ այնքան, մինչև որ Արմանին բաց կթողնեն։ Եթե տենց ձևելներ, իմաստը պատերի տակ հերթեր գոյացը։ Իմ համար կապ չունի, ասում եմ կմնամ այնքան, մինչև իրան բաց կթողեն, մինչև արդարությունը կվերականգնվի, որտեվ տենց սխալ է, որ անմեղ մարդուն պատասխանատվության են ենթարկում։ Ոնց որ դուրդ եկել եմ ես մոտ։ Ինչ ուզում ես արա, ուզում ես մնաս մնա։ Բարի Լուիս, բալես։ Բարև, պապի։ Ինձ էլ թեյ կտաս։ Հա, իհարկե։ Նստիր։ Ուր ես գնում։ Իմ ննջարան։ Ոչինչ, որ ես այնտեղ խմեմ, ուղղակի մի քիչ ինձ լավ չեմ զգում։ Չէ, նստիր։
Ես երեք սխալ էի։ Շտապեցի եզրակացություններ անել ու սխալվեցի։ Մայրդ ինձ ամեն ինչ պատմել է։ Հիմա ուզում եմ քեզնից ներողություն խնդրել։ Մենք բոլորս էլ սխալ ենք քո առաջ ու մեղավոր։ Ամեն ինչ կարգին է։ Այնպես է ստացվում, որ մենք նաև գորի առաջ ենք մեղավոր։ Չենք հավատացել, վատաբանել ենք, կասկածել ենք գորին։ Պարզվում է, որ գորը եղել է ոստիկանությունում, դու գիտեիր։ Գիտեի։ Դու գիտես, ես միշտ ասել եմ, որ նույն ընտանիքում երկու արժե համակարգ ունեցող տարբեր մարդիկ չեն կարող ապրել։ Բայց արի ուտես, որ այդտեղ եմ սխալվել։ Չէր կարելի գորին ասոցացնել Դիանայի հետ։ Գորը շատ ավելի բարձր արժանինքներ ունի, քան ես կարող էի պատկերացնել։ Գիտես, Սարա, եթե դու սիրում ես այդ տղային, ես ոչինչ չունեմ ասելու։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ իմանաս, որ ես այն կարծիքին եմ, որ դու կամ ավելի ճիշտ քո կողքին պիտի լինի շատ ավելի լավ ընտանիքից մեկը շատ ավելի ամուր ու հուսալի տղամարդ։ Ամեն դեպքում կյանքի ընկեր ընտրում են հենց կյանքի համար։ Այնպես որ ընկեր ընտրելիս անպայման այդ ամենը հաշվի առնել է պետք։ Այդ հարցի մասին կարող ես չմտածել, որովհետև ես ու գորը միասին չենք։ Իսկ ինչ վերաբերում է կյանքի ընկեր ընտրելուն, ես ընդհանրապես չեմ շտապում։ Իսկ հիմա իրոք կներես, ես գնամ իմ սենյակ։ Ավելի պապա, ուր ես, ախր զանգել ես պապին։ Հա, Ռեբեկա։ Պապի, դու պապայի հետ խոսել ես։ Չէ, ինչ եղել։ Ես էլ հույս ունեի, որ գոնե քեզ հետ խոսել է։ Ես էլ եմ զանգում, չի պատասխանում, բայց ինչ եղել։ Չէ, ոչ մի բան, հետո կխոսենք։ Դու տանն ես։ Հիմա գալիս եմ։ Լավ։ Պապա։ Մամ, հաճան։ Պապին դուրս եկավ, ուր գնաց։ Չգիտեմ, բալ ոչինչ չասեց։ Ես երեք լսեցի, որ Արմանի գործի հետ կապված նորություն կա։ Ոչ մի բան չի ասել։
Չէ, Էլկա ջան, բայց հենց նորություն լինի առաջինը քեզ կասի։ Հա։ Իհարկե, արի մոտս։ Ամեն ինչ լավ կլինի, կտեսնես։ Այս մեկ Այս էլ երկու Գիտեմ, որ չես պատասխանելու Միսակ, բայց ես սենց ինձ կապահովագրեմ Բարի օր։ Ոնց ես։ Նորմալ ոչինչ։ Արման ջան, մենք հիմա միասին կգնանք մի ավելի խաղաղ տեղ ու կզրուցենք։ Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե մեր զրույցը ինչքան կտևի, բայց մի շատ կարևոր հարցի լուծում պիտի տանք այսօր։